Քանի որ ոստիկանական աշխատանքներից ենք մենք խոսում, օրինակ Գյումրիում վերջին դեպքերը շատերի մոտ այսպիսի տեսակետ, հիմնավոր տեսակետ գուցե կա, որ եթե մի քաղաքապետի իրավապահները տանում են այդքան մեծ ոստիկանական ուժեր ներգրավելով, այսինքն մենք տեսնում ենք Գյումրիում ամբողջ քաղաքապետարանի շենքը, հրապարակը, ոստիկանական, ուրեմն մնացել են բաց մյուս տեղեր, այսինքն ոստիկանությունը մյուս տեղերում աշխատանք չի կատարում ըստ էության։ Բոլոր տեղերում էլ աշխատանքներ կատարվում են եւ որևիցե աշխատանք մյուս աշխատանքի հաշվին չի կատարվում, կներեք էլի։ Մենք բալասավորված ենք եւ մեր ուժերը եւ միջոցները գիտենք ինչպես հավասար բաշխել, որպեսզի արդյունավետ ծառայություն լինի եւ այս իմաստով ասեմ Գյումրիի դեպքերով միայն քաղաքապետի ձերբակալման գործողություն չէր, ես եթե չեմ սխալվում, այնտեղ հարուցվել է եւս քրեական վարույթ, անկարգություններ հրահրելու իմաստով եւ այդ պարագայում դուք ոնց եք կարծում, ասենք ոստիկանական ուժերը ինչ քանակի պետք է լինեն։ Պրոֆեսիոնալները կարծում են, որ այն քանակի պետք է լինեն, ինչ քանակի որ կային, եւ եթե մենք գտնում ենք, եթե այդ քանակի չլինեին, հնարավոր է շատ ավելի մեծ մենք վնասներ ունենայինք։ Ես ուժի մասին տեղեկություններ չունեմ, ունենք նախաձեռնված վարույթ, եթե նման դեպքեր եղել են եւ որևիցե ոստիկանության ծառայող որևիցե կներեք էլի, ես ավարտեմ, վարույթ կա նախաձեռնված, եւ եթե կպարզվի, որ որևիցե ոստիկանության ծառայողի գործողություններում եղել են կարգապահական կամ քրեական, հա, ինչ որ արարքի հատկանիշներ, վստահեցնում եմ ձեզ, որ այդ գործերը կունենան քննություն եւ ապացուցման հետևանքներ։ Եթե կլինի այն հետևանքը, ինչը որ օրենսդրությամբ սահմանված է։ Շնորհակալություն, ես շատ շտապում